Հանուն Հոր եւ Որդվո եւ Հոգվին Սրբո ամեն։ Երբ Հիսուս իր աշակերտների հետ խոսեց, սիրելիներ, թե կար ժամանակ հետո ինքը պիտի մատնվի մարդկանց ձեռքը, պիտի խաչվի, հարություն առնի, աշակերտները չհասկացան Հիսուսի խոսքը եւ երեկոյան եւ տուն վերադարձան, նրանք սկսեցին վիճել, թե իրենցից ով ավելի մեծ, այսինքն Հիսուսից հետո ով պիտի առաջնորդ լինի կամ ով պիտի ղեկավար այս ամենը, որ Հիսուս թողնում է իրենց։ Սա սովորական մարդկային մեր տկարության արտացոլումն է, որովհետև մենք բոլորս էլ ուզում ենք մեծ լինել, իշխել, հարստություն ունենալ, բարձր դիրք ու պաշտոն ունենալ, մեծ հեղինակություն վայելել հասարակության մեջ, բայց այսօրվա խորհրդի մեջ Պողոս առաքյալը Փիլիպպեսների նամակի մեջ ասում է, այս աղոթքն եմ անում ձեզ համար Աստծուն, որպեսզի ձեր սերը ավելի ու ավելի առատանա, որպեսզի լավը ընտրեք, հաստատուն մնաք եւ հանկարծ չգայթակղվեք Քրիստոսի օրվա ժամանակ եւ արդարության պտուղներ տալ։ Ուրեմն մեծ լինելու պայմանը սա է. առատ սեր պիտի ունենաս, լավը պիտի ընտրես այս աշխարհի մեջ, հաստատ պիտի մնաս քո հավատքի մեջ, չպիտի գայթակղվես այս աշխարհի ցանկություններով եւ վերջապես քո հավատքը արդարության պտուղներ պիտի տա, որպեսզի Տերը տեսնի եւ ուրախանա։ Երբ որ մենք փոքր ենք, մենք շատ շուտ ուզում ենք մեծանալ։ Երբ որ մեծանում ենք, հասկանում ենք, որ մեր մեծությունը տարիքի մեջ չէ, մեր կուտակած գիտելիքների մեջ չէ, մեր հարստության մեջ չէ, պաշտոնի մեջ չէ, այլ սիրո մեջ է քո մեծությունը։ Դրա համար ասում եմ, այս աղոթն եմ անում։ Սերը ամեն ինչի լրումն է, սիրելիներ, բայց այս սերը հոգատար սեր պիտի լինի։ Այս սերը գոհունակ սեր պիտի լինի, որովհետև մարդը միայն սիրով կարող է ընկալել եւ հասկանալ եւ հատկապես ընդունել այն պարգևները, որ Աստված տալիս է մարդուն։ Եթե դու սեր չունենաս, քո մեծությունը կվերածվի բռնակալության։ Եթե դու սեր չունենաս, քո սերը կվերածվի անհագ մոլուցքով իշխելու ցանկության։ Եթե սեր չունենաս, դու անտարբեր կդառնաս բոլոր այն մարդկանց հանդեպ, ովքեր վստահված են քեզ կամ քո շուրջն են գտնվում։ Ուրեմն այս սիրո համար է, որ Պողոս առաքյալը խնդրում է, որ Աստված ավելիով մեր սերը ավելացնի։ Աշխարհում ամեն ինչից շատ մենք սիրո կարիք ունենք, սիրո պակաս ունենք, որովհետև բոլորը խոսում են սիրո մասին, բոլորը պատմում են սիրո մասին, բայց այդ սերը դրոշակակիրներ չունի, առաջամարտիկներ չունի, որ իրենք գնան այդ սերը տանեն իրենց հետևից։ Հիսուս իր սիրով գրավեց ամբողջ աշխարհը։ Օրինակը թողեց մեզ այդ սիրով ապրելու, բայց մենք սերը կամաց դարերի ընթացքում սահմանափակեցինք, մասնավորեցրեցինք, անձնական դարձրեցինք, երբեմն եսասիրական դարձրեցինք ու սպանեցինք այն հոգևորը, որ դուրս է գալիս սեր բառից, որ պիտի գրավի ամբողջ աշխարհը, դիմացիդ մարդը քեզ տեսնելով պիտի քո մեջ զգա այդ ներկայությունը, եթե ոչ զուր այդ սերը։ Բայց սիրո առատանալու հետ մեկտեղ ասում է պիտի մենք գիտության ու իմաստության մեջ առաջանանք։ Ինչ է գիտությունն ու իմաստությունը։ Սրանք տարբեր բաներ են, սիրելիներ։ Գիտելիք ունենալ եւ իմաստուն լինել, սրանք տարբեր բաներ են։ Դու կարող ես շատ գրքեր կարդալ, բայց երբեք իմաստուն չդառնալ։ Դու կարող ես շատ գրքեր կարդալ, ամեն ինչի մասին շատ պատկերացումներ ունենալ, բայց սեր չունենալ, որովհետև գիտելիքից չէ, որ գալիս է սերը, այլ իմաստությունից, որ հոգևոր է, գալիս է քո հոգևոր իմացությունից։ Մեր կյանքում շատ են օրինակներ, որ մենք տեսնում ենք մարդ, որ շատ գրքեր չի կարդացել, դիպլոմ չունի, համալսարան չի ավարտել, բայց իմաստուն խորհուրդներ, պատգամներ է տալիս մեզ իր կյանքի փորձառությամբ եւ իր մեջ դրված աստվածային սիրով։ Եվ ինչու գիտություն իմաստուն, որպեսզի ասում է լավագույնը ընտրենք։ Որն է լավ այս աշխարհի մեջ։ Մեկի համար շատ թանկարժեք տուն ունենալն է, մեկի համար ճոխ մեքենա վարելն է, մեկի համար բարձր պաշտոն ունենալը, մեկը տարբեր երկրներ ճանապարհորդելն է լավագույնը, բայց լավագույնը մեր կյանքի մեջ հավիտենական կյանքն է, երկնքի արքայությունն է, որի համար մենք ապրում ենք եւ ձգտում ենք հասնել այդ լավագույնին։ Այս աշխարհի մեջ ինչ էր որ լինի, ինչքան էլ որ մենք առաջանանք, որտեղ է որ լինենք, մենք շատ շուտ պիտի հոգնենք։ Հատկապես այսօր մենք
անդադար փոփոխություն ենք ուզում մեր կյանքի մեջ։ Մարդկանցից ենք հոգնում, իրարից ենք հոգնում, մեր գործից ենք հոգնում, մեր տան անդամներից ենք երբեմն հոգնում, մեր սիրած աշխատանքն է մեզ համար ձանձրալի դառնում։ Ինչու, որովհետև այս աշխարհը ուզում է ցույց տալ, որ ինչ որ ես քեզ առաջարկում եմ, սա է գեղեցիկը, սա է լավը։ Գնում ենք որոշակի երկրներ, գեղեցիկ ճարտարապետություն ենք տեսնում, քանդակներ ենք տեսնում, կառուցված շենքեր, հիանում ենք, զարմանում ենք, բայց հաջորդ պահին դա անհետանում է մեր միջից, որովհետև նոր բան ենք ուզում ավելի ճոխը, ավելի մեծ, ավելի գեղեցիկն ենք ուզում։ Ինչից է սա, որովհետև նորից մեր սերը միշտ սահմանափակված է մեր մարդկային տկարության, մեր կյանքի սահմանների մեջ։ Եվ սա թույլ չի տալիս, որպեսզի քո հոգու թռիչքը լինի անսահմանության մեջ սավառնելու։ Երբ որ մարդը մտնում է անսահմանության ծիրիսներ, ինքը այլևս բաց թևերով սավառնում է, որտեղ որ կարող է աշխել, որ անկյուրը կարող է հոգին գնալ ու գալ, ինքը չի կարող այս սահմանափակ աշխարհի մեջ լավ բան փնտրել մարդկային պատկերացումներով։ Սա լավը չէ, սա գեղեցիկ է, տրված է մեզ, բայց լավագույնը հավիտենական կյանքն է եւ երկնքի արքայության ժառանգը լինելն է։ Եվ տեսեք, ասում էի, մյուսը հաստատուն մնանք։ Ինչի մեջ պիտի մենք կարողանանք հաստատուն մնալ։ Ցանկացած մարդ, ով ձգտում է որոշակի պաշտոնի իշխանության, ինքը շատ շուտ կորցնում է մարդկային իր ջերմ զգացողությունները, հոգատարությունը, իր խիղճը բթացնում է եւ սկսում է իր իշխանության մեջ յուրայիներին փնտրել, յուրայիների համար լավ դարձնել եւ սահմանափակել ամեն բան միայն իրենով։ Եթե դու հաստատուն չմնաս քո սիրո մեջ, քո հավատքի մեջ, դու շատ շուտ պիտի կորցնես այն մաքրությունը, ազնվությունը, սրբությունը, որ Աստված տալիս է քեզ։ Ինչպես որ երեխան մաքուր ու սուրբ է ծնվում։ Մենք շատ հաճախ զարմանում ենք, չէ՞, ինչու հանկարծ մաքուր անմեղ երեխան մեծացավ, մարդասպան դարձավ, հանցագործ դարձավ, գող դարձավ, ստախոս դարձավ։ Պատճառը մեկն է, որ մենք օրինակ ենք ծառայել, հաստատ չենք մնացել մեր հավատքի մեջ։ Տան մեջ անդադար վեճերը, անհասկացողությունները, մեկը մյուսի վրա գոռալը, բարձրաձայն խոսալը, իրար չհասկանալը բերում է նրան, որ մարդը կորցնում է այդ մաքուր զգացողությունը եւ ինքը ընտրում է այն ինչ որ տեսնում է իր կյանքի մեջ։ Եթե դու էլ քո հավատքի մեջ չես աղոթում ամեն օր, Սուրբ Գիրք չես ընթերցում, քո մեղքերը չես գիտակցում, չես խոստովանում, դու քո այդ պատկերացնում մեջ ավելի, այսպես կռանում ես, ավելի ամրանում ես, եւ դա շատ դժվար է այդ քարացած սիրտը կոտրել, ջարդել, որպեսզի այդ քո հավատքը իրական հավատ դառնա, կենթանի հավատ դառնա, որպեսզի դու չփորձես այլ ճանապարհ փնտրել։ Տեսեք, որևէ մեկը չի ուզում ինքը գալ ու միանգամից թալանչի դառնալ։ Ինքը ուզում է գալ ծառայել, բայց հանկարծ ծառայության մեջ որոշակի բան փոխվում, ինքը սկսում է արդեն իր մասին մտածել։ Տեսեք, Հիսուս ասում է՝ պիտի մատնվեմ, պիտի սպանեն ինձ, առաքյալները գոնե մտածեն, թե իրենց վարդապետի հետ ինչ է պատահելու, ինչու այսպեսի բան ասեց, հանկարծ երեկոյան տանը վիճում են, թե իրենցից մեծ ով է լինելու, ով պիտի առաջնորդ դառնա։ Այսինքն, երբ որ դու քո սիրելին կորցնում ես, դա քեզ համար ցավ չէ, սա քեզ համար տխրության պատճառ չէ, հակառակը, դու անդադար շահն ես փնտրում։ Ինչպես որ շատ հաճախ մեր կյանքի մեջ տեսնում ենք, երբ որ ծնողներ կան մահանում են, դեռ չմահացած զավակները վիճում են, թե ունեցվածքի որ մասը ում պիտի հասնի, ոսկեղեն ով պիտի տանի, շորերը ով պիտի տանի եւ տունը վերջապես ում պիտի մնա։ Նույն պարագան է, սիրելիներ։ Քեզանից քո լավագույնը կտրվում է, գնում է, դու մտածում ես այս աշխարհի մեջ մի փոքր ավել, ինչ պիտի շահես եւ ինչ պիտի տանես։ Եվ եթե դու հաստատուն մնաս, նաև գայթակղության մեջ չպիտի հայտնվես։ Ինչու է ասում այստեղ առաքյալը Հիսուսի օրը գայթակղություն չունենաս։ Այսինքն դատաստանի ժամանակ, երբ որ կանգնես, խաբված չլինես, գայթակղված չլինես։ Գայթակղությունը մեր կյանքում անխուսափելի է, որ չլինի, սիրելիներ։ Մենք ամեն օր դեմ առ դեմ հանդիպում ենք գայթակղությանը։ Մեզ ամեն օր գովազներով ուտելիք են հրամցնում, ծխախոտ, խմիչք, զվարճանք, հաճույք, դիվական երաժշտություն, համերգներ, ամեն բան մեզ հրամցնում են։ Մենք կամ դրանցից օգտվում ենք, կամ չենք օգտվում։ Մենք ինչ ճաշ ենք ուտում, կամ մենք ինչ քաղցրավենիք, ինչը որ շատ գովազդվում է։ Երբ որ մեր հայկական արտադրությանն ենք մերժում ենք, ամերիկյանը, եվրոպականը միշտ մեզ համար ավելի գերադասել, որովհետև գովազդը անունը բերել է դրան, որ մենք դա ընտրենք։
Այնպես էլ մեղքն է ամեն օր մեր կյանքի մեջ գովազդվում եւ դրան հակառակ կա սրբության կյանքը, ավետարանի կյանքը, բայց մենք ընտրում ենք աշխարհի առաջարկած կյանքը։ Մենք գայթակղում ենք շատ շուտ այս աշխարհով։ Մենք ընտրում ենք այս աշխարհի հետ ընկերությունը, բարեկամությունը, մենք գերադասում ենք տեսանելի կյանքը ապրենք, քան անտեսանելին անորոշ սպասենք, թե մի օր մեր մահից հետո արդյոք դա կտեսնենք, թե չենք տեսնի։ Երբ որ անտեսանելի է, քեզ համար սա զգացական շոշափելի չէ, դու միշտ ընտրում ես զգացականը։ Մենք ասում ենք լավ է մեր աչքի տեսած ընտրենք, քան որոշ ժամանակով սպասենք, թե ինչ պիտի լինի։ Եվ երբ որ գայթակղվեք, Հիսուս ասում է, բայց վայ գայթակղեցնողին ու գայթակղվողին, որ կգայթակղվի։ Դրա համար Տերն ուզում է, որ ինչ էր որ պատահի, ինչ էր որ աշխարհը մեզ առաջարկի, դու քո հավիտենական կյանքը, ինչպես որ Եսավը իր ավակությունը զիջեց մի աման տաք ճաշով, այնպես էլ դու աշխարհի հրամցարած այդ մի աման տաք ճաշով հոգիդ չզիջես, հոգիդ չկորցնես։ Եվ վերջապես այս ամբողջի լրումը ասում է, եւ Տերն ուզում է, որ դուք արդարության պտուղներ տաք։ Եթե հավատքը պտուղներ չունի, եթե հավատքը իրական գործ չունի, այդ հավատքը մեռած կամ պահտված հավատք է։ Դու ունես, բայց չես կարող օգտագործել։ Դա նման է այն մարդուն, որ մեքենայի բեռնախցիկում պահեստային բենզին ունի, բայց գնում ճանապարհին վերջանում մեքենան կանգ է առնում, հետո նոր հիշում է, որ ինքը բեռնախցիկում բենզին ունի։ Սա մարդու կյանքն է։ Մենք այսպես գնում ենք, հետո ենք հասկանում, որ բայց կարող ենք սա օգտագործել, որպեսզի ճանապարհին կանգ չառնեինք, մեր ընթացքը չդանդաղեր, մեր ժամանակը չկորցնեինք, այլ հակառակը ճիշտ ժամին ասենք։ Երբ որ դու կանգնում ես, մինչև բեռնախցիկը բացես, մեքենան լիցքավորես, ժամանակ է անցնում։ Ինչպես որ 10 կույսեր առակի մեջ, երբ որ 5 հիմարները եկան ասեցին, որ մենք ձետ չունենք, ասացին գնացեք խանութ, գնեք ձեզ համար։ Մինչև գնացին գիշերով, խանութը գտան, դուռը թակեցին, մինչև խանութպանը դուռը բացեց, ձեթը տվեց, եկան տեսան հարսանիքի սրահի դուռը փակ է եւ իրենք մնացին դրսում, չկարողացան այդ ուրախությունը մասնակից լինել։ Իրենք ունեին լամպը, որոշակի ձեթ, բայց դա իրենց հնարավորություն չտվեց մուտք գործել։ Երբ որ դուռն էլ ծեծեցին, Տերն ասեց, որ ես ձեզ չեմ ճանաչում, հեռու մնացեք ինձանից։ Եվ տեսեք մեծության այս ամբողջ խորհրդի մեջ, երբ որ վիճեցին, ասում է Հիսուս իմացավ իր աշակերտների մտքի խորհուրդը եւ մի երեխա բերեց, կանգնեց ինձ մեջտեղ, ասեց, եթե մեկը ինձ այս երեխայի պես չընդունի, չի կարող ինձ արժանի լինել։ Ինչու է բերում Հիսուս երեխային դնում մեր մեջ։ Նախ երեխաները մեր կյանքի հայելիներն են, սիրելիներ։ Մենք երեխաներին նայելով ենք, հասկանում ենք ով ենք, ինչպիսին ենք, ինչ ենք արել եւ ինչ ենք անում այս աշխարհի մեջ։ Երեխան մաքրության խորհրդանիշն է, արդարության, սրբության խորհրդանիշն է։ Երեխային ինչքան էլ ցավ պատճառես, մեկ ինքը քեզ շատ շուտ ներում է։ Երեխային ինչքան էլ վիրավորես, ինքը թշնամանք, ատելություն իր մեջ չի պահում։ Երեխայի վրա ինչքան էլ գոռաս, երբեմն էլ հարվածես, մեկ է ցավը ինքը ատելությամբ քեզ չի վերադարձնում։ Ինքը քոփի փոքր ժպիտին գրկախառնությանը քեզ վերադարձնում է։ Մենք ենք երբեմն այդպես կոպտանում, երբեմն դաժանանում, երբեմն չարանում, մեր ամբողջ կուտակված չարությունը մեր զավակի վրա թափում, խաղաղվում, բայց մոռանալով, որ մենք շատ բան կարող ենք նաև կոտրել դրա մեջ։ Դրա համար ասում եմ, այս երեխայի պես ինձ պիտի սիրեք։ Այս երեխաների պես եւ պիտի մեծ լինեք, բոլորի հանդեպ առանց խտրականության հոգ պիտի տանեք, որտեվ երկնքի արքայությունը թե հարուստների համար է, թե աղքատների համար է, թե հիվանդների համար է, թե առողջների համար է, թե գեղեցիկի, թե տգեղի համար երկնքի արքայությունը նույնն է։ Այնտեղ ընտրված հատուկ մարդիկ չկան, որ պիտի մտնեն, նրանք ովքեր ընտրված չեն, մերժված են։ Բոլորն ընտրված են եւ բոլորը հրավեր ունեն մտնելու այդ արքայության մեջ, բայց պայմանը կա, դու հրավերը պիտի ընդունես։ Դու պիտի պատասխանես այդ հրավերին սիրո, լավագույնի, արդարության, հաստատուն մնալու եւ գայթակղությունից զերծ մնալու այս սկզբունքները պահելով, որպեսզի մուտք գործես երկնքի արքայության մեջ։ Եթե ոչ, մենք այս աշխարհի համար պիտի վիճենք, սիրելիներ։ Այս աշխարհի համար է մեր ամբողջ կռիվը։ Յուրաքանչյուր մարդ, աշխարհի բոլոր հզոր պետությունների թագավորներն անգամ գիտեն, որ իրենց կյանքը սահմանափակ, իրենք ցանկացած պահի կարող են ննջել, բայց այս մարդիկ 5 տարվա, 20 տարվա, 30 տարվա ծրագրեր են գրում եւ ուզում են իրականացնել,
մոռանալը, որ իրենց ձեռքում չէ այդ իրականացումը ծրագրերի։ Իրենք չեն կարող արդարություն ու խաղաղություն հաստատել աշխարհի մեջ։ Տեսեք ամենապարզ բանը։ Միացյալ Նահանգների նախագահը այս 1 տարվա մեջ ամեն օր ասում է 9 պատերազմ դադարեցրեցի, կանգնացրեցի եւ ուզում է որ իրեն խաղաղության մրցանակ տալ։ Բայց այնտեղ որտեղ ինքը խաղաղություն է հաստատել, ամեն օր իրար վրա կրակում են մարդիկ, ամեն օր իրար սպանում են մարդիկ։ Ուրեմն իրական խաղաղությունը մեզանից չէ եւ մարդկանցից չէ, իրական խաղաղությունը երկնքից է, Տիրոջից է եւ Հիսուս Քրիստոսի ներկայությունից է, որ դու կարող ես այդ խաղաղությունը պահել։ Եվ խաղաղության համար դու ինքդ պիտի նաև խաղարար լինես։ Հիսուս ասում է երանի խաղարներին, եթե դու իրոք խաղարար ես, խաղաղության բերող ես, դու պիտի կրես դա։ Երբ որ ես ամեն անգամ շրջում ասեմ խաղաղություն բոլորիդ, դու պիտի այդ խաղաղությունն ունենաս, որ փոխանցես քեզ վստահված մարդկանց։ Երբ որ քո ներսում ալեկոծություն է, փոթորիկ է, չարություն, ատելություն լինի, դու չես կարող այդ խաղաղությունը փոխանցել, դուք էլ չեք կարող այդ խաղաղությամբ Տիրոջ խաղաղությունը գտնել, այլ պարզապես այս պահին կլսենք այդ բառերը, կանցնենք ու գնանք։ Դրա համար ասում է աղոթում եմ այս աղոթքի բառերով եւ ինչ է ասում բոլորից շատ կարոտել եմ, ուզում եմ բոլորիդ մեկ առ մեկ գրկել։ Հիսուս էլ բոլորիս կարոտում է սիրելիներ։ Եվ ուզում է ամեն մեկիս առանձին գրկել։ Այո, որ մենք ողջունը փոխանցում ենք իրար, այդ գրկախառնության խորհուրդն որ Տիրոջ գրկով ենք գալիս իրար գրկելու, Տիրոջ ձեռքերով ենք գալիս իրար գրկելու, այդ խաղաղությունը փոխանցել, որ Հիսուս Քրիստոս մեր մեջ է։ Եթե Հիսուս Քրիստոս մեր մեջ է, ուրեմն թող այդ խաղաղությունը, սերը ամեն ժամ ավելի ու ավելի առատանա մեր կյանքի մեջ։ Իսկ եթե սերը չկա, ոչինչ չի լինելու մեր կյանքի մեջ։ Ամեն ինչի հիմքը սերն է։ Առանց սիրո մնացած ամեն ինչ պղպջակների պես են, պիտի պայթեն ու անհետանան ու տեսնես քո մերկությունն ու դատարկությունը այս աշխարհի մեջ։ Եթե ուզում ես այդպեսին չլինեք, ուրեմն ամեն ժամ Տիրոջը խնդրենք, թող մեր սերը առավել շատացնի, ամեն օր ավելի մեծ սիրով ապրուրի, եւ մենք էլ դառնանք այդ սիրո կրողները, տարածողները եւ սիրով ապրողները։ Թող Տեր օրհնի բոլորիս իր խաղաղության մեջ պահի, իր սիրո հարատեվության մեջ պահի, իր հույսի երջանկության մեջ պահի եւ վերջապես այն հավատքը, որ փոխանցվեր մեզ, այդ վստահությամբ կարողանանք ապրել այս աշխարհի մեջ, իբրև քրիստոնյաներ, իբրև մարդիկ եւ վերջապես իբրև Աստծո նմանությունը, որ կորցրել ենք սրբությունը, կարողանանք վերականգնել եւ դրա կրողը դառնանք Տիրոջ փառքի համար։ Այժմ եւ հավիտյանս հավիտենից ամեն։